Արման Թաթոյանը հայտարարել է, որ ներխուժում է տեղի ունեցել Հայաստանի ինքնիշխան տարածք։ Արդյոք նոր դիրքը կառուցվել է սահմանից այս կողմ։ Սա հայ-ադրբեջանական սահմանագիծն է։ Սա էլ ադրբեջանական դիրքն է հոկտեմբերի 15-ի դրությամբ։ Մեր տարածք մտած ադրբեջանական խրամատիմի ծայրից մինչև սահման պլանետը ցույց է տալիս 73 մետր։ Արման Թաթոյանի քննադատության գլխավոր թիրախում Նիկոլ Փաշինյանի կառավարությունն է, որի իշխանության օրոք են տեղի ունեցել ադրբեջանական ներխուժումները։ Սակայն ընդդիմադիր գործչի բերած փաստերին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նույն օրը այսպես արձագանքեց. Քանի որ այս ամեն ինչը այդ հրատապ ասուլիսները հարայ հերոցը զուտ նրա համար են, որպեսզի ես արձագանքեմ ու իրենց զրուցակից դառնամ, ես շատ կարճ կպատասխանեմ։ Ձեր նշած անձնավորությունը ստում է։ Նման բան չկա, սիրելի հայրենակիցներ։ Իշխող թիմի համար անցանկալի փաստերի արձանագրումն այսօր հաճախ մեկնաբանվում է որպես հարձակում պաշտոնական տեղեկատվության դեմ։ Սա թույլ է տալիս լրատվամիջոցների աշխատանքը պիտակավորել որպես հիբրիդային սպառնալիք եւ հիմքեր ստեղծել նրանց պատասխանատվության ենթարկելու համար։ Փաստորեն հարցը մնում է առկախ. ո՞րն է հիբրիդային սպառնալիքի աղբյուրը։ Փաստագրված տեղեկատվությունը, թե դրան հաջորդող պաշտոնական հերքումները։